Բարեցես, խնդրեմ։ Թեմաները կառանձնացրել, սկսում ենք բանակցություններից Իրան, Միացյալ Նահանգներ, ինչպես է գնահատում բանակցությունները, խնդրեմ անդրադառնանք իրանական կողմի անդրադարձին, խնդրեմ անդրադառնանք ամերիկյան կողմի անդրադարձին, Եվ կողմնակի գնահատականներ։ Բայց Թրամփը ինչ է ասում է, ըստ էության Իրանը ծանր կացության մեջ է, չհամաձայնեն մեր առաջ կազմած պայմաններին, դա ինձ է ձեռնտու, արդյոք այս համաձայն եք այս տեսակետին, թե ոչ։ Բարի։ Ուրեմն այդ բանակցությունների տապալում դա ծրագրավորված էր, մեր մեջ ասած, ու նույնիսկ սպասելի արդյունքն է, այդ արդյունք, բացասական արդյունքն է, էլ է արդյունք, ինչու մենք դա սպասել ենք, որովհետև նախ և առաջ պատերազմը ավարտված փուլում, բայց բերել է կոնկրետ, ասենք, ինչ-որ հետևանքներ, երևի թե մեծամասնությունը նկատել է, աշխարհով մեկ հաստատվում է ինչ-որ մի յուրահատուկ տարբերակի խոչապ, այդ խոչապը փոխկապված է դրա հետ, որ բացի դրանից, որ վառելիքի գներն են աճում, նաև ստեղծվում էր պարարտանյութերի պրոբլեմ, որը փոխկապում են արդեն սպառնացող սովի հետ, դե բնականաբար գարունը, ստեղ-ընդեղ գարնանացան կամ ևս ինչ-որ գարնանային, ասենք, գյուղատնտեսական աշխատանքներ, դե մարդկանց գյուղատնտեսությունում պարարտանյութեր պետք են, իսկ պարզվում է, որ պարարտանյութերի մեծ մասը, բավական բարձր տոկոսը, գալիս էր այդպես կոչված արևմտյան աշխարհ և ոչ միայն Աֆրիկա, գալիս էր հենց Պարսից ծոցի տարածաշրջանից, ու այդ պարագայում բոլորը գիտեն, որ Իրանը կտրականապես սկսել էր հետևել և վերահսկել Հորմուզի նեղուցը և բնականաբար Պարսից ծոցը, ու ինչու մենք սպասել ենք, որ ապարդյուն են ավարտվելու նման կարգի բանակցություններ, առաջինը, ախր ռազմական առումով ԱՄՆ-ն պարտություն կրեց, ու այդ ես չեմ ասում է, դա ասում են բոլոր այն մեկնաբանները, որոնք ընդհանրապես անդրադառնում են նման խնդրի, եկեք ես մի անուն ձեզ տամ, որը երևի արդեն գրեթե ամբողջ աշխարհը շատ և ճանաչում է և հիշում, այդ Տակեր Կարլսոն կոչվածը լրագրողը, որը սկզբից եղել էր Տրամփի կողմնակից, Տրամփի գովազդող, Տրամփի եսիմինչող, հիմա ասում է, որ այդ պատերազմը ոչ ԱՄՆ-ի շահերի մեջ է մտնում, ոչ էլ շարքային ամերիկացիների կյանքի պահանջներ չի արտացոլում, և այդ պատերազմը ապացուցում է, որ Տրամփը սիոնիստների և Իսրայելի ստրուկն է, դա Տակեր Կարլսոնի գնահատակն է, նա բացատրում է դրանով, որ զուտ Վաշինգտոնի համար դա պետք չէր այդ պատերազմը, հակառակը, արդեն բոլորը սկսել են հիշել այն մեկնաբաններին, այն քաղաքական գործիչներին և նաև, ասենք, փորձագետներին, որոնք ի սկզբանե խորհուրդներն էին տալիս ԱՄՆ-ի ցանկացած նախագահին, որ չէ, պետք չի բախվել Իրանի հետ, պետք չի
սրել իրավիճակը եւ հարաբերությունները իրանացիների հետ, հակառակը մենք պետք է դարձնենք Իրանը մեր դաշնակից։ Այ սա է սախ ամբողջ հարցի ոչ էլ այդքան թաքնված, բայց էությունը։ Դա բացահայտ է, որովհետև տեսեք, երբ որ Չինաստանը սկսել է առաջ քաշել իր նախաձեռնություն մեկ գոտի, մեկ ճանապարհ, նա ի սկզբանե գնացել է ու հենվել է, ապավինել է Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու եւ զարգացնելու հերանեկարները։ Ամեն դեպքում այդ Հորմուզի ուրեմն նեղուցի հարցը դարել է երևի թե գլխավոր պատճառը, որ բանակցությունները տապալվեցին, որովհետև ամերիկացիք եկել են Պակիստան մի խելքից հեռու մի նախաձեռնությամբ։ Մենք քեզ հաղթել ենք, եւ Տրամպը դա ասում է, եւ այդ ամերիկյան կողմի բանակցողի, ասենք, թիմը դա ասում, մենք ձեզ հաղթել ենք։ Դուք պետք է պարտավոր եք հանձնվել։ Բայց մենք իբր թե բարի կամքի մարդիկ ենք, մենք ասում ենք, որ այդ Հորմուզի նեղուցը անցնելու վարձը բաժանվի 50% ամերիկացիները ստանան։ Դե ներեցեք Ամերիկան որտեղ է, Հորմուզի նեղուցը որտեղ է։ Մի քիչ իրար ոնց են ասում հակասող դրույթներ են, էլի, որ դու հազարավոր կիլոմետրից, ասենք, հեռու գտնվել ես այս տարածաշրջանից, այս ջրավազաններից, ուզում ես, որ դու վերցնես ինչ որ գումարներ, բայց համաձայնվում ես կիսվել Իրանի հետ, բայց այդտեղ Իրանն է տանտերը, կոպիտ ասած, էլի։ Դու տան տիրոջ ուզում ես անտեսել, թալանել, դե բնականաբար անգլոսաքսերը միշտ էլ բոլորին փորձում են թալանել։ Դե դեպքում դու նախ եւ առաջ պետք է հաշվի նստես դրա հետ, որ այդ նույն Հորմուզի նեղուցը երկու ապ ունի, մեկը իրանական, մեկը օմանական։ Օման պետության անտեսնելիս, ասենք, ու դու շարունակում ես պնդել, որ իբր թե դու հաղթահարել ես։ Հիմա Տրամպը ասում է, ես պիտի այսօրվանից, հենց այսօրվանից, ամսի 13-ից սկսեմ Իրանի ողջ ուրեմն ծովափնյակի ծովային շրջափակում։ Ցավը տանում, ինչպես ես դու դա ապահովելու, նախ եւ առաջ այդ հարցը ցակում, չէ՞։ Օրինակ պետք է ուրեմն իբր թե ամերիկացիք պետք է կայնացնեն ցանկացած նավը, որը կփորձի մտնել դուրս գալ այդ Հորմուզի նեղուցով դեպի Պարսից ծոց։ Եկեք ճիշտ հասկանանք։ Նախ եւ արդյոք ԱՄՆ-ն չի կարողացավ ոչնչացնել ռազմածովային ուժերը Իրանի, ինչպես որ Տրամպը դա հայտարարում արդեն լոկ մի ամիս դա է հայտարարում։ Բայց չես ոչնչացնել։ Չես կարողացել։ Դու չես ոչնչացրել Իրանի հակաօդային ուժերը։ Դու չես ոչնչացրել Իրանի սահմանադրական բանակը, դու չես ոչնչացրել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականներին։ Հա դու խփում ես, սպանում ես, բայց դա ահաբեկչություն է։ Դա պատերազմ չի։ Ահաբեկչական չափով կարելի է վերացնել ես իմ քանի հազար մարդ։ Բայց եկեք ճիշտը հասկանանք,
երբ որ ամբողջ երկիրը, իսկ Իրանում արդեն հավաքագրած կամավորների թիվը 14 միլիոն մարդ ցանկություն են հայտնել պատերազմել հանուն իրենց երկրի, հանուն ազատության եւ անկախությանը։ 14 միլիոնի հետ խաղ ես խաղում։ Դու 14 միլիոն մարդ կարաս ոչնչացնես։ Ես դա ոչ էլ պատկերացնում եմ, ասենք պատկերացնելը կարելի է, թե չէ, քանի տոկոսով դա հնարավոր է, թե չէ, ես ընդհանրապես դա հանում եմ։ Դիտարկելուց հանում եմ, որովհետև դա հնարավոր չի։ Այնա հրեաները աչ ու ձախ, քանի տասնյակ տարի բողոքում են, որ Հիտլերյան ուրեմն ռեժիմը Գերմանիայում ոչնչացրել է 6 միլիոն հրեա։ Բայց այդ 6 միլիոնը համարվում է 1993 թվականից սկսած։ Այսինքն մարդկանց պահանջվել է անպակաս 12 տարի, հա, որ 6 միլիոն հրեա յանի թե ոչնչացնեն։ Ասում եմ յանի թե, որովհետև մարդիկ կան, որոնք դա կասկածի տակ են դնում ու ասում են դա հնարավոր չի անել։ Իսկ ԱՄՆ-ն մտածում է, որ նա ունի հնարավորություն կասեցնել 14 միլիոն իրանացիների կամքի արտահայտությունը։ Հակառակը, այդ 14 միլիոն եւ ոչ միայն այս 14 միլիոն կամավորներ պահանջում են իշխանություններից, պահանջում են իրենց զինվորականներից, որպեսզի նրանք վրեժ լուծեն։ Վրեժ, սովորական վրեժ լուծեն։ Միացյալ Նահանգներից, Իսրայելից եւ այլն։ Ու տեսեք, Տրամպը պահանջել է, որ բոլոր իրանատոյական դաշնակիցները գան միանան Իրան ու մասնակցեն այդ ծովային շրջափակման գործունեության, բայց եւ Անգլիան է հրաժարվել, եւ Ֆրանսիան է հրաժարվել են, բացեք այդ լուրերի այդպես ասած բանը, տեղեկատվական ժապավենները ու համոզեք, որ ես չեմ ստում, ես դες ասում եմ այն, որ կա։ Եթե Անգլիան ու Ֆրանսիան չեն մասնակցի, այդով պետք է գա ու մասնակցի։ Որովհետև նատոյական մյուս երկրների ռազմածովային ուժերը շատ ավելի համեստ են, քան թե Ֆրանսիայի եւ Անգլիայի։ Դրա հակառակը, օրինակ, Չապոնիան հրաժարվել է, դե Չինաստանը ընդհանրապես արհամարել ցանկացած ԱՄՆ-ից հնչող, ասենք, նախաձեռնությանը, արհամարեցին։ Դրա հակառակը ինչն է, ինչպես ասում են իրանացիք, իրենց, ասենք, չեզոք եւ բարեկամ երկրների նավերը հանգիստ անցնում են այդ Հորմուզի նեղուցը եւ բնականաբար նավթ են տանում։ Այնա Հնդկաստան գնացել են 2 տանկեր, դե Չինաստանը, հա, անխոչնդոտ։ Ինչ, ամերիկացի կփորձեն չինական նավերը կայնեցնել, բայց ինչքանով է դա ձեռնտու հենց ամերիկացիներին։ Ամեն դեպքում մենք գիտենք, որ արդեն հենց երեք հայտարարեցին, որ բանակցությունները Պակիստանում ավարտվել են, ապարդյուն, տապալվել են, համենայն դեպս նախագահ Պեզեշկյան, Իրանի նախագահ Պեզեշկյան եւ Ռուսաստանի նախագահ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ճիշտ է, մեզ ասում են, որ պատրվակը եղել է այն, որ Պեզեշկյանը զանգում է Պուտինին, որպեսզի շնորհավորի ուղղապարների զատիկի ինչ ասում հարցով եւ իրոք նույնիսկ Իրանում քրիստոնյա եկեղեցիներում
տոնում էին այդ ուղղափառ ասենք զաթիկը, իսկ Իրանում կան ուղղափառ եկեղեցիներ, այնտեղ ոչ միայն հայ-արաքելական եկեղեցիներ կան, էլի, որովհետև Իրանում կան ասորիներ, ինչ որ չին տոկոսով ռուսախոսներ, այնպես որ պատճառը հայտարարված է, որ դա մենք շնորհավորանքներ են փոխանցում Իրանի ներսում, Իրանի ղեկավարները եւս ասենք շնորհավորեցին ուղղափառներին, դա հասկանալի է, բայց ես չեմ կասկածում ոչ մի միկրոն, ոչ մի սանտիմ չեմ կասկածում, որ գլխավորապես զրույցի առարկան է եղել, որ նախագահ Պեզեշկյանը ոնց որ ասես թե տեղ է կպաղել Պուտինին, որ բանակցությունները չպիտի բերեին արդյունք եւ չբերեցին արդյունք։ Բայց եկեք խորհրդակցենք, ես ենթադրաբար եմ փոխանցում այն իրենց ասենք կայացած զրույցի բովանդակությունը, որովհետև հնարավոր չի, որ նրանք երկու նախագահներ չանդրադառնան Պակիստանում կայացած բանակցություններին թեմային։ Իհարկե անդրադարձել են, որտեղ հետագայում նույն Պեզեշկյանը զանգ կատարեց Չինաստան։ Ու ահա դա բացահայտում է որոշակի այդպես ասած ստորջրյա մեխանիզմները, որոնք երևի թե դեր են խաղացել, որ ընդհանրապես այդ բանակցությունները կայացան, որովհետև Իրանում երկրի բնակչության մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել բանակցություններից ու պահանջել է երկրի ղեկավարություններից, ասենք նպատակասլաց աշխատել, որպեսզի վրեժ խնդիրը լուծվի։ Ամբողջ հասարակությունը այդ մտքով է ապրում։ Վրեժ խնդիրը պիտի լուծել անպայման։ Ու տվյալ դեպքում մենք ուզում ենք, թե չենք ուզում, բայց անդրադառնում ենք բանակցությունների շուրջ պտտվող տարբեր ասեկոսների։ Օրինակ դուք չեք իմանում, որ Թուրքիայում աղազանգում են, տագնապ են հայտարարում, որ Չինաստանն ու Ռուսաստանը ոչ թե միայն շարունակում, այլ ուժեղացրել են ռազմական առաքումները դեպի Իրան։ Պատկերացրեք, որ Թուրքիան մտահոգված է, որ մտավախություն ունի, որ Ռուսաստանն ու Չինաստանը զինում են իրանացիներին։ Կորպուսը այդպես է պատասխանել այդ Թուրքիայի Անկարայի ուրեմն մտավախություններին։ Ասում են նախ եւ առաջ այն հանգամանքը, որ Իրանը դիմակայել է ու դիմացել է բոլոր կարգի հարվածները, կարաս փոխկապես է արկե դրա հետ, որ ես ստանում էի սպառազինություններ Չինաստանից թե Ռուսաստանից, բայց նախ եւ առաջ դա տեղական մշակումները ռազմական եւ դա մեր բնակչության անկոտրուն կամքի դրսևորումը, որովհետեւ եթե բնակչությունը չլինի տրամադրված դիմադրել, ապա ցանկացած սպառազինությունները, որը ուղարկի Ռուսաստանը, Չինաստանը թե որևէ մի ուրիշ երկիր, չեր օգնի իրանացիներին, չեր օգնի Իրանի զինված ուժերին չհանձնվել։ Գլխավորը ժողովրդի բնակչության անկոտրուն կամքը եւ ցանկությունը դիմակայել հարվածներին։ Իհարկե, տենց պատասխանով այդ օրակարգի հարցերը չեն հանվել, օրինակ Տրամպը լսել է նույն բանը լսել, որ ասենք Չինաստանը ու Ռուսաստանը զինում են Իրանին, ու պատասխանը, եթե իմանան, որ Չինաստանը Ռուսաստանի մասին խոսք չի ասել, Չինաստանը զենք է ուղարկում Իրանին, ապա Չինաստանը շատ ու շատ կզղջա դրա համար։ Այ ցավոտան, Չինաստանը խե եւ ինչպես պետք է զղջա։
Ինչ կարաս անես Չինաստանին։ Այսօրվա դրությամբ Չինաստանը վախեցող չի, որ վախենա Տրամպի խոսքերից, սպառնալիքներից։ Երկրորդը, որ մենք մի քիչ հետո կանդրադառնամ այդ երկրորդ հանգամանքին։ Ու տեսեք, ամերիկյան կողմը այդ փոխնախագահ Վենսի խոսքերով բանակցությունների տապալման մեջ մեղադրում է Իրանին, ասում է Իրանը հակված չէր ընդունել մեր առաջարկությունները, բայց Իրանը շատ ավելի կոշտ պատասխան տվեց Իրանի մաջլեսի, ուրեմն խորհրդարանի խոսնակի ասածով, ասում է Միացյալ Նահանգները այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է կատարվել։ Միացյալ Նահանգները ներկայացրել են պահանջներ, ոչ թե առաջարկություններ, որոնք չեն արտացոլում իրական իրավիճակը, որը ստեղծվել է փետրվարի 28-ից հետո։ Ոչինչ, ասաց իրանական մաջլեսի ուրեմն խոսնակը Մոհամեդ Բաղեր Հալիբաֆ ասաց, որ այդ դեպքում մենք շատ ավելի լուրջ կպատասխանենք, շատ լրջորեն ենք պատասխանելու եւ կստիպենք, որ Ամերիկան սկսի հաշվի նստել տրամաբանության օրենքների հետ։ Ուրիշներին կտվա, որ շատ մեղմ է պատասխանել, բայց վերցրու մի ասա, Իրանը որևէ մի անգամ շատ կոշտ, ասենք ինչ-որ վերջնագրեր ներկայացրել ԱՄՆ-ին, թե Իսրայելին, թե որևէ մի ուրիշ երկրին, այնա Իրանը քանի արդեն տարի, կարելի ասել, քանի տարի ոչ թե կոշտ վերաբերմունք ու հայտարարություններ, լինում է, որ կոշտ հնչում է ինչ-որ կարծիք, Բաքվի նկատմամբ, Անկարայի նկատմամբ, բայց այնուամենայնիվ փորձում են այդպես ասած խաղաղ ճանապարհով միջոցներով վերահամոզել թուրքերին եւ կովկասյան թաթարներին, որ հակաիրանյան գործունեություններին չմիանան։ Ու մենք տեսնում ենք, որ դա ազդեցություն ունի այնուամենայնիվ։ Այն փաստը, որ Թուրքիան բավական իր զուսպ է պահում, չնայած որ Իրանը մի քանի անգամ դեպի Թուրքիա հրթիռներ արձակել է, մի 4 անգամ արձակել է հրթիռներ, բայց Թուրքիան ռիսկ չարեց, որ մտնի այդ պատերազմի մեջ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից։ Ու հիմա պատկերացեք, որ դա բերել է դրան, որ Իսրայելում որոշակի սիոնիստներ հիմա կոչ են անում Իրանին ջախջախենք, հետագայում Թուրքիայի հերթն է գալու։ Պատկերացեք, ինչքան փորձում են, ոնց են ասում, ներդրված փողերի, գումարների տոկոսը հանեն թուրքերից եւ կովկասյան թաթարներից։ Իսկ դա գաղտնիք չի, որ այդ երկուսը բոլոր հակաիրանյան ծրագրերի մասնակից են։ Ինչպես որ արդեն մենք կարող ենք ասել, որ նույնիսկ Հայաստանի ներկա ճակերտավոր իշխանությունները եւս մասնակից են ցանկացած հակաիրանյան դավադրությանը տարածաշրջանում։ Ուրիշ բան, որ մենք իմացանք վերջերս, որ ստեղ կա նաև ստվերային մասնակցություն բոլոր գործընթացներին։ Հարգելիներս, ուրեմն աշխարհում գոյություն ունի մի ներդրումային
հիմնադրամ ասեմ, ընկերություն ասեմ, թե ինչ, որը կոչվում է ու դուք կարող եք ստուգել Black Rock, Սև ժայռ, որ դուք պատկերացնեք այդ ինչ շրջանակներ են, ասեմ, որ այդ Black Rock-ից կան այդպիսի հայտնի անուններ, որոնք դուք գուցեև լսել եք կամ կարդացել եք ուրիշ, ասենք, դեպքերի հետ կապված, օրինակ Ջորջ Սորոսը, օրինակ Կլաուս Շվաբը, այդ Կլաուս Շվաբը Դավոսի, ուրեմն տնտեսական միջազգային ֆորումի ստեղծող է, բայց հիմիկվա պաղով այդ Black Rock, ուրեմն ներդրումային ընկերության գլխավոր ղեկավարները նշում են երկու հոգու անունները, մեկը Լորենս կամ գրում են մամուլում Լարի Ֆինք։ Ես չեմ կարող ասել Լարի Ֆինքը դա հրեա է, սիոնիստը թե ինչ, բայց պատկերացեք, որ այս ներդրումային ընկերությունը մի աղբյուրներով համաձայն, ուրեմն տիրապետումը 11.5 տրիլիոն դոլար գումարներ, մյուսով 12.5 տրիլիոն դոլար, այսինքն ԱՄՆ-ի բյուջեից եւ այլ շատ ավելի շատ, ահավոր շատ։ Ու նրանք կարծես թե ոչ մի բան չեն ձեռնարկում, չեն իրականացնում։ Նրանք ներդրումներ են ապահովում։ Կարծես այդ ներդրումային ընկերությունը ինչ որ չափ փոխկապված էր նախագահ Տրամպի հետ։ Մյուս կողմից նա այն միավորներից է այդ ներդրումային ընկերությունը, որոնք փորձում են միշտ շահած դուրս գալ ցանկացած խաղից։ Այսինքն, եթե պատկերացնենք, որ այդ միջազգային կոչված խոշոր բիզնեսը դա կազինո, հա, խաղադրույքների համար ինչ որ մի հաստատություն կներեք, ապա սրանք իրենց խաղադրույքները դնում են բոլոր թիվերի վրա, այսինքն զիրոյը շահում, նրանք շահած են, ոչ զիրոյը, ասենք, ուրիշ թվեր, նրանք էլ են շահում, նրանք փորձում են ամեն գործարկում, ամեն նախաձեռնության մեջ ներկայացված լինեն։ Ու այն ինչ Տրամպը 20 թվականին իրականացրել է մեր Անդրկովկասում, ես չեմ կասկածում, որ դա այդպես է։ Այսինքն, որպեսզի հայերը պարտվեն, Արցախը հանձնվի թուրքերին, կովկասյան թաթարներին եւ այլը, իսկ հետագայում մենք այստեղ այս հողերով Տրամպի տրիպը անցկացնենք։ Սա նաև այդ ընկերության նախաձեռնություն կամ ձեռնարկ, նրանք ֆինանսավորում են ինվեստիցիաներ, ներդրումներ են ապահովում ինչ որ մի ծրագրերի մեջ։ Տվյալ դեպքում ամերիկյան ծրագրի մեջ, որը ի սկզբանե պետք է ասենք լինի տպավորություն, որ դա զուտ հայերը էշության պատճառով տարվել են, ու հիմա ստիպված են հանձնում Արցախը, որ նրանք ստիպված պատերազմից վախենալուց
կամ խոսապելուց ստիպված են հանձնում Հայաստանի հողերը, դա ոչ այնը ինչ է, որ այդ իրականում այդ Black Rock-ի մասնակցած ձեռնարկը, որպեսզի հենց նրանք, ոչ թե ԱՄՆ-ն կամ Տրամպը, այլ նրանք այդ Black Rock կոչվածի հեկավարությունը շահեկան դուրս գան։ Այստեղ ներգրաված են այնպիսի հարցեր, որ մեր Սյունիք մարզի բոլոր կարգի ուրեմն հանքերը նրանք սկսեն տիրապետել։ Տեսեք, մեր տեղական կովկասյան թաթար փաշիկը փորձում էր մի շատ քայլերով կամ կոչերով խլել Ռուսաստանից մեր երկաթգծերի վերահսկողությունը, հիշում եք, չէ՞, ինչ առաջարկել։ Տվեք Ղազախստանին էլ, Ղազախստանն էլ բարեկամ երկիր է եւ մեզ համար եւ ձեզ համար։ Ինչքան մարդ պետք է խելագար լինի, որ նման առաջարկություն էլ Պուտինին անի։ Դա երկրորդ պլանի հարցերից է, մենք հիմա չենք անդրադառնում։ Մենք ասում ենք, որ դա փաստ է։ Իսկ հետագայում, որ գնաց Մոսկվայով եկա, ասում է, չէ, Ռուսաստանի թիկունքի հետևից ես ոչ մի քայլ չեմ ձեռնարկել։ Երևի զգուշացրել են, երևի։ Ես տենց եմ կարծում, որ զգուշացրել են, որ նման կարգի անախորժությունները չձեռնարկես։ Բայց Իրանի պատերազմը, այսինքն ԱՄՆ-Իրան պատերազմը բերել է դրան, որ միջնորդներից մեկը այստեղ նրբություն կա ուշադիր, որ այդ երկու շաբաթվա կրակի դատարեցում հաստատվի եւ մարդիկ գան Պակիստան նստեն, բանակցեն եւ այլ։ Ախր նախաձեռնողներից այդ միջնորդի, ասենք նախաձեռնողի դերում եղել են ոչ միայն պակիստանցիք, այլ նաեւ չինացիք։ Ինչու եմ դա ասում։ Որովհետեւ այս կամ այն ձև, բայց Պակիստանը փոխկապված է Չինաստանի հետ։ Ես չեմ կարող ասել, որ Պակիստանը Չինաստանի դաշնակից, չնայած հնարավոր է։ Ուղղակի մենք փաստ չունենք, որպեսզի հաստատակամ հայտարարենք, որ նրանք փոխկապված են դաշնագրով ու այնտեղ գրված է S ինչ որ դրույթներ, չէ։ Նման կարգի դաշնագիր գոյություն ունի Չինաստանի եւ Իրանի միջև, Ռուսաստանի եւ Իրանի միջև, բայց Պակիստան-Չինաստան դաշնագիր գոյություն չունի, առայժմ չունի, կարող է կձևակերպեն։ Բայց մենք գիտենք, որ միջնորդի դերում դուրս են եկել, իրենց դրսևորեցին ոչ միայն պակիստանցիք, այլ նաև չինացիք։ Հիմա ես եւս 2 րոպե վերջացնեմ այդ Black Rock-ի մասին պատմությունը, որտեղ դա շատ խիստ կարևոր է։ Ու մենք իմացանք, որ այդ ներդրումային, այդպես կոչված տրանսնացիոնալ միջազգային ընկերությունը մի քանի տարի առաջ եկել են պայմանավորվածության Չինաստանի հետ, Չինաստանի կոնկուրսի ղեկավարության հետ, Սի Ցզինպինի հետ։ Լուսանկար կա, որտեղ այդ Լարի Ֆինկը ու Սի Ցզինպինը իրար ձեր են սխմում, կողքն կանգնած։ Բացի դրանից, մենք իմացանք, որ Black Rock-ը հատուկ ինչ-որ մի պայմանավորվածությունների ցանկ կազմեց նաև Չինաստանի պաշտպանության նախարարության հետ։
այսինքն զինվորականության հետ։ Ու մենք հասկացանք, որ կրակի դատարեցում եւ եթե կհիշեք շրջանառության մեջ գծվեց հենց ներդրողների, ասենք շրջանակների կողմից, հենց ֆինանսիստների կողմից մի գաղափար Տրամփ հայտարարի, որ դու շահել ես պատերազմը ու դուրս արի այդ տարածաշրջանից ու դուրս արի այդ պատերազմից։ Հա, հայտարարի, որ դու շահել ես պատերազմը, հաղթողը դու ես։ Հայտարարի ու շուտապույտ լքի այդ ռազմադաշտը։ Սա է եղել է ոնց ասում գլխավոր մոտիվը, հա, այդ կայացած բանակցությունների։ Դու հայտարարի, որ հաղթել ես, բայց դուրս արի այս պատերազմից։ Թող ուրիշները զբաղվեն այդ գործով։ Մենք տեսնում ենք, որ ուրիշները չեն ուզում զբաղվել այդ գործով։ Ոչ Թուրքիան, ոչ արաբական երկրները, ոչ էլ եվրոպական երկրները։ Միայն թե Իսրայելը, բայց Իսրայելը մենակ չի կարա դիմակայել ոչ թե միայն Իրանին։ Օրինակ, նույն Սիրիային չի կարա դիմակայել, եթե մենակ մնում, առանց ԱՄՆ-ի աջակցությանը։ Ու այստեղ իրոք դա արդեն ոչ թե պնդում կամ ասենք ինչ որ մի փաստերի վրա հիմնված ասենք դա ուղղակի ենթադրություն է։ Այդ BlackRock ընկերության ղեկավարները տեսնելով որ բան չի ստացվում Իրանի վերաբերյալ, իսկ նրանք չունեն ուրեմն ապահով հիմքեր կամ ապահով ինչ որ մի նախադրյալներ Իրանում եւ Ռուսաստանում, դերևս միայն այդ երկու երկրներում նրանք այդ BlackRock-ի ներդրողները Լարի Ֆինկով ղեկավարությամբ ասենք չունեն այնտեղ ռեսուրս, որպեսզի խորացնեն ներթափանցումը այդ երկրներ, նրանք տեսնելով որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարող հաղթել Իրանին, բերել են դրան, որ անցել են կներկինձի Չինաստանի կողմը։ Ու այդ ճանապարհով Չինաստանի մասնակցությամբ փորձել են վերջ դնել այդ պատերազմին։ Բայց եկեք մտածենք նաև որ եթե այդ BlackRock-ը ամեն դեպքում, այսինքն պատերազմի ցանկացած արդյունքում շահեկան են դուրս գալիս, իրոք իրենց ինչ տարբերություն Տրամպի տրիպը աշխատելու է Սյունիքում, թե չինական նախաձեռնություն մեկ գոտի, մեկ ճանապարհ, որը ընդգրկում է ամբողջ երկրագունդը։ Ու նրանք երևի որոշել են, որ այդ չինական ծրագիրը իրենց համար շատ ավելի ձեռնտու է, նրանք այնտեղ ավելի լավ մասնակից լինեն, քան թե Տրամպի տրիպի մեջ։ Ահա երևի այս հանգամանքն էլ դերը խաղացել, որ շատ ու շատ մարդիկ սկսել են, ասենք փորձագետներ սկսել են կարծիք հայտնել, որ այդ պատերազմի ավարտից հետո Իրանը դառնում է գերտերություն ոչ միայն Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի տարածքներում, այլ նաեւ մեր Անդրկովկասում, այսինքն այդ դեպքում մենք գիտենք Իրանի տեսակետը, որը վերջերս վերահաստատել է Երևանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին, որ Հայաստանի հետ սահմանը չնայած պատերազմի մնում է կարմիր գիծ Իրանի համար։ Այսինքն ստեղով ու շատերը պնդում են, որ ստեղով էլ Տրամպի տրիպը, Տրամպի մարշրուտը կոչվածը կամ Տրամպի ճանապարհը չեն անցնի, որովհետև դա ձեռնտու չի Իրանին։ Իրանին ձեռնտու է, որ մնա այն մյուս միջանցքների տարբերակ, երբ որ ծովային չամփով ուղարկվում է ինչ որ նավթը, թե ասենք հեղուկ գազը, ու Իրանը ամեն մի նավից վերցնում է վարձ։
Սա բնականաբար դա տնտեսական շահերի արտացոլումը, բայց մի մտածեք, որ Տրամպի կամ այդ BlackRock-ի նախաձեռնությունը կապված չեն շահույթի հարցի հետ։ Իհարկե կապված են։ Մարդիկ նստում են, հաշվում են ու ասում են, չէ, այդ դեպքում պատերազմը որ չի ստացվում, չինական տարբերակը շատ ավելի ձեռնտու է ներդրողներին։ Ու եկեք մտածենք ինչ կարար լինել։ Կրկնում եմ եւս մի անգամ։ Իրանի տեսակետը հայտնի է։ Ստեղ ճանապարհը չպիտի անցնի։ Ես չեմ կարող ձեզ ասեմ, որ Ռուսաստանի տեսակետը կամ դիրքորոշումը մեզ էլ է հայտնի։ Մենք այդպես չենք հասկացել Ռուսաստանը, բայց Ռուսաստանում փորձագետները ասում են, որ իհարկե Տրամպի մարշրուտ կոչվածը դա հերանեկարային վտանգ է ռուսական հարավային մարզերին եւ հանրապետություններին։ Այսինքն անվտանգության պահանջներից ելնելով Ռուսաստանը պետք է որ լինի դեմ այդ ամերիկյան Տրամպի նախաձեռնությանը, որը սկզբից եւս ունի այդպես ասած BlackRock ընկերության մասնակցությունը, բայց BlackRock մասնակցությունը տվյալ դեպքում կդադարեցվի, երբ որ այդ պատերազմի ավարտը կամ ոչ էլ ավարտը, ասենք ընթացիկ, ասենք ուղղությունը կճշտվի ավելի պարզ, ավելի հստակ։ Այդ դեպքում, որպեսզի ռիսկերի տոկոսը իջեցնել, BlackRock-ը որոշել է, որ նա պետք է պահպանի կամ պետք է աջակցի չինական նախաձեռնություններին։ Չինական նախաձեռնությունների մեջ մտնում է շատ կոպիտ պրիմիտիվ հաշվարկ։ Եթե Պակիստանում չինացիք վերահսկում են Գվադար, լսեք, Գվադար նավահանգիստը, ապա Իրանում Չինաստանը շահագրգռված է Չաբախար նավահանգիստի վերահսկողության մեջ։ Որպեսզի լինի հետաքրքիր ինչ-որ նուրբ միջանցքային, ասենք միջանցքների ճանապարհ։ Մի նավահանգիստից մյուս նավահանգիստ։ Եվ այլ։ Իզուր տեղը չէ, որ այսօր հայտարարվել է, որ Իրանը ու Պակիստանը, լավ լսեք, բացում են ինչ-որ մի նոր մարշրուտ դեպի միջին ասիական երկրներ, հանրապետություններ։ Այդ իզուր տեղը չէ։ Որտեղ որ դուք տեսնում եք գրած է Պակիստան, կարող եք կողքը պատկերացնել նաև Չինաստանի շահերը։ Ինձ համար դա բավական հստակ է։ Եթե Հնդկաստանը ցանկանա, նա էլ կարող է միանա այդ ակումբին։ Որովհետև նաև Հնդկաստանում ներկայացված է BlackRock կոչված ընկերությունը։ Բայց ինչա կոնկրետ մեզ է սպասում։ Հակերս դրա մասին է խոսենք։ Մեզ կոնկրետ սպասումը եւս մի ընտրություն, ոչ թե մեր ներքին ընտրությունների մասին խոսք է գնում, այլ ընտրություն ռազմավարական առումով։ Եվ այդպես մենք ԱՄՆ-ի խորտակվող Տիտանիկ նավի հետ ենք գնալու, թե մենք այնուամենայնիվ գոնե օրինակ վերցնենք այդ BlackRock ընկերությունից, որը շատ հեշտ ու հանգիստ երեսը թեքել Տրամպից եւ մնացածներից ու անցել է Չինաստանի կողմը, փաստացիա անցել։ Եթե դուք տեսել եք, Տրամպը սպառնացել է ոչնչացնել իրանական քաղաքակրթություն եւ այլ, բայց
հետա կանգնել։ Ու դա բոլորը նշում են։ Ամերիկյան պրոֆեսոր Ջոն Միրշայմերը դա նշում, ամերիկյան նախկին ռազմական գործիչները Ջոն Մակգովերն, Սկոտ Ռիտեր, նախկին հետախույզներ են, զինվորականներ, բոլորը նշում են, եթե դու հետ ես կանգնել, դու պարտվել ես։ Ու Իրանի այդ հաղթանակի համար կամ Տրամպի պարտության համար պետք չի եղել կոնկրետ ռազմական հաղթանակ տոնել ամերիկացիների նկատմամբ, բավական է եղել փակել Հորմուզի նեղուցը ու ստիպել, որպեսզի ամբողջ աշխարհը հասկանա, որ հնավուրց միջանցքները միջազգային կոպիտ ասած շատ ավելի են կարևոր, քան թե Տրամպի ինչ-որ մի նախաձեռնությունը Սյունյաց լեռներում։ Ո՞ս էս մեր ընտրությունը, մենք բարձրանում ենք Տրամպի խորտակվող նավին, իսկ իր նավը կխորտակվի։ Էսա հիմա ԱՄՆ-ում կլինեն ընտրություններ, Մարիամ ջան, ու դուք կտեսնեք, որ նա խորտակվում է։ Խորտակվում է այնքան, որ Մակրոնը արդեն զանգում է Իրան, այո, զանգում է Իրան ու խնդրում է, որ ինչ կլինի մեր նավերն էլ անցկացրեք անվճար։ Համենայն դեպս մենք տեսնում ենք, որ մեր բնակչության առջև, բնակչություն եմ ասում, չեմ ասում մեկավարություն կամ ինչ-որ իշխանություն, չէ, կամ ընդդիմություն, էդ էլ չեմ ասում։ Մեր առջև կա ընտրություն։ Մենք ուզում ենք ապրել եւ վերանկար տեսնենք ու երևի թե կահենք ինչ-որ մի դրական արդյունքներ, եթե մենք մնանք, ոչ թե մնանք, այլ միանանք իսպար առանց վերապահումների Չինաստանի եւ Իրանի եւ Ռուսաստանի, կամ թե մենք ընտրում ենք Տրամպին եւ Տրամպի խորտակող տիտանիկ նավը, որը տանում է միայն ուր ծովի հատակ։ Եվ պարոն Շաքարյան, Հայաստանի ներքին հարցերից էլ ընդհանրապես երկու հարց, մենք տեսնում ենք, որ գնում ենք ընտրությունների ու այս իշխանությունը մարզային այցեր են հիմա իրենք անում, ասում են այդ իբր ընդդիմադիր Հայաստանը մարդիկ, որ իրենց մոտենում են բաներ ասում, դա էլ է բեմադրված իրենց կողմից իմիտացիա է ստեղծում, իբր իրենք ինքան ժողովրդավար է ճակերտավոր, որ տեսեք նաև ուղիղ կամերաների առաջ հա այսպիսի հետ դրվագներ են լինում, եւ բացի այդ նաև շատ են ասում են այդ իրենց ճակերտավոր ավտոբուսը, ուրախ ավտոբուսը իրապես մահվան ավտոբուս է, որ տեսակ Լոռու մարզ գնալուց առաջ դժբախտ պատահարել եղել, հետևանքով մարդեր մահացան, խնդրեմ։ Եկեք ես դες մի բան, մի քիչ ուրիշ տեսանկյունից են պատասխանում, լավ։ Դուք լսել եք, որ Հունգարիայում երեք կայացել են ընտրությունները։ Դուք լսել եք, որ Վիկտոր Օրբանը տարվել է։ Երևի լսել եք։ Գիտեք, ինչն է խաղացել բացասական դերը, դրա մեջ, որ Օրբանը տարվել է ընտրություններում։ Այն անսահման աջակցությունը, որի մասին հայտարարել է Տրամպը։ Պատկերացեցիք։ Իսկ մեր մոտ ոնց է, մեր մոտ եկել է փոխնախագահ Վենսը ու ինչ է հայտարարել աջակցություն ներկա իշխանավորներին, ճակերտավոր իշխանավորները։ Ահա թե ինչու մենք իրոք մտածում ենք կամ պատկերացնում ենք, որ սաղ այդ ուրախ ավտոբուսները, սաղ այդ պատարակների մտնելը, այսինքն ժողովրդական իրենց դրսևորելը ոչ միայն, ասենք, ոչ ինչներ, այլ ինչ որ նախանշույլ, որ մեր մոտ այդ հակառակ էֆեկտը կարող է որ ստացվի, կարող է ստացվի, բայց չես կարող, ասենք, վճռորոշ հայտարարես, որ չէ, սրանք են պարտվելու, թե նրանք են պարտվելու։ Այդ պատճառով ստեղծված իբր թե ընդդիմադիր խմբերից շատ-շատերը իրականում դա իշխող իշխանության մասնիկներն են։
մի խապնվեք ժողովուրդ, մի ընդունեք ինչ որ ասենք յանի թե ընդդիմադիր ուժ այն մարդկանց, որոնք բավական կասկածելի ասեմ կենսագրություն, քաղաքականապես ասած կենսագրություն ունեն։ Մի անցեք, մի լսեք այդ մարդկանց։ Սրանց նպատակը իրական ինդեմադիրներից ձայները խլել։ Ահա այդ պատճառով մենք չենք կարող պատկերացնել, թե արդյոք Հայաստանում հնարավոր է հունգարական էֆեկտը, թե ում որ աջակցություն դրսևորեց կամ հայտարարեց Տրամպը նայել պարտվելը։ Չենք կարող։ Ամեն դեպքում, բայց ուղեղներում մենք դա պետք է ունենանք, ասենք, պահենք ու տեսնելիս ինչպես է զարգանում իրավիճակը մեր ներսում, տեսնելիս ինչպես է զարգանում իրավիճակը մեր շուրջ, այդ թվում է Իրան-ամերիկյան պատերազմի ընթացքում, մենք պետք է նույնիսկ մեր ներքին ընտրությունների հարցում կատարենք մեր ազգային, մեր ազգովի ընտրություն։ Մենք հայերս խորտակվող հին աշխարհի հետ ենք լինելու ու Տիտանիկի պես պիտի խորտակվենք, անհետանանք պատմության էջերից, թե մենք պետք է այնուամենայնիվ հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ կան նրբություններ բոլոր այդ հարցերի շուրջ եւ մեջ, որ այդ հաշվի նստելուց պետք է մենք այդ վճռական ժամանակ չսխալվենք, ճիշտ ընտրություն անենք, չպետք է լսենք այն մարդկանց, որոնք աչու ձախ քննադատում են, ասենք, նախկիններին առանցապացուցելով, թե այդ նախկինները ինչ մի մեծ հանցանք են գործել, որ դուք շարունակում եք ժխտել անցած պատմական ճանապարհը, շարունակում եք օրինակ տարածել հասարակության մեջ ինչ որ անվստահություն դեպի Իրան կամ դեպի Չինաստան, կամ շարունակում եք բացահայտ ռուսացիություն Ռուսաստանի նկատմամբ, ինչու եք շարունակում, ասենք, գովերքեր, ասենք, ինչ որ գովերքներ էլի տարածել Եվրամիության մասին, Եվրամիությունը ինչա ձեզ ապահովելու անվտանգության առումով, տնտեսական առումով։ Ես չեմ ուզում գնալ իջնել այն պրիմիտիվիզմի, որը հնչեց այդ Պուտինի եւ այդ կովկասյան թաթարի բանակցությունների վաղտ, որ գիտես ինչ, ես Եվրամիության $600 1000 խորանարդ մետր գազի գնով եմ ծախում, իսկ քեզ $177 Դա իրոք պրիմիտիվիզմ է, բայց այնուամենայնիվ, բացի դրանից, որ կա վարելիքով, հա, էներգակիրներով ապահովելու երևի գերխնդիրը, մեր դեպքում գերխնդիրը, ուրիշ երկրներում դա գերխնդիր չի, օրինակ Բելարուսիայում դա գերխնդիր չի, իսկ գորգորալ ամեն քայլափոխին այլմ անկյունում, որ ես Բաքվի հանրապետությունչիկի անվտանգության երաշխավոր եմ, իսկ Բաքվի հանրապետությունչիկը մեր անվտանգության երաշխավորը, գիտեք ինչ,
Սա շատ ավելի պրիմիտիվ է, քան թե կարող է ինչ-որ մեկին թվալ։ Դուք երկուսով ո՞նց եք կարող հանդիսանալ ինչ-որ մի երաշխիք, եթե դուք առանձին կարգով երաշխավորված չեք նույնիսկ ձեր ներքին կյանքով, ձեր ներքին անվտանգության կյանքով։ Ինչով է դու երաշխավորում ես Բաքվի Հանրապետությունչիկի անվտանգությունը, բայց ինչով է Բաքվի Հանրապետությունչիկը երաշխավորում քո անվտանգությունը։ Քո անվտանգությունը կախվածության մեջ չլինել թուրքերից, այդ թվում էներգակիրների հարցում։ Ահա քո երաշխիքը եւ երաշխավորվածությունը։ Այդ երաշխավորվածությունը ո՞նց է, ինչպես է հասնում ինչ որ մի ասենք քաղաքական գործիչ կամ տնտեսագետ, եթե նա լուրջ մտածում է։ Ու այստեղ մենք բացում ենք մյուս էջերը, որ տեսնում ենք, որ այդ որն է մինի ռեակտորների հերանեկարը ամերիկյան մեր Հայաստանում, եթե ամերիկացիք դեռ չեն փորձարկել իրենց, ասենք, մինի ատոմային, ասենք, ռեակտորները։ Այդ մինի ռեակտորները ինչ են, եթե էլի այդ հարցում գլխավոր դերակատարները աշխարհում Ռուսաստանն ու Չինաստանը, ոչ թե ԱՄՆ-ն։ Հասկացեք։ Հարցը այնը չի, որ դուք էժան գազ եք ստանալու, թե էժան նավթ եք ստանալու, թե էժան բենզին եք ստանալու։ Հարցը ձեր էներգետիկական անկախությունը, ոչ կախվածությունը տշնամական չամբարներից, այդ դրանում է քո երաշխավորվածությունը եւ քո անվտանգության բոլոր կարգի երաշխիքներ։ Դրանում տշնամուց կախված չմնալու հարցը։ Ոչ մի հարցում, ոչ մի էջում, ոչ մի ջրի կաթիլում։ Սա է գլխավոր երաշխիքը անվտանգությանը, այլ ոչ թե Բաքվի Հանրապետությունչիկը, այլ ոչ թե Էրդողանչիկը։ Ես ընդհանրապես դժվար եմ պատկերացնում, որ ջհուդների հետ փոխկապած շրջանակները, իսկ որ Էրդողանը ջհուդ է իր մոր կողմից, ես դες մի անգամ պատմել եմ հենց այս տաղավարից, իսկ որ Ալիևը ամուսնացած ջհուդկայի հետ, ես էլ եմ պատմել ձեզ այս նույն տաղավարից։ Ես չեմ պատկերացնում, որ ջհուդների շրջանակների, սիոնիստական շրջանակների հետ փոխկապած, ասենք, մարդիկ կամ գործիչներ կարող են անվտանգության երաշխիք հանդիսանալ որևէ մեկի համար։ Ահա թե ինչու մենք կարևորում ենք այն հարցը, որ եկեք ճիշտը կողմնորոշվենք ու ճիշտը որոշենք։ Մենք ինչ ուժերի հետ ենք, հին աշխարհի ուժերի հետ ենք, որոնց պատկանում է այնուամենայնիվ նաև նույն Տրամպը, նույն Իսրայելը, նույնիսկ այդ նույն BlackRock ընկերությունը ներդրում էին, նրանք հին աշխարհից են, բայց այդ ընկերությունը կարևորեց իրենց շահույթը ու անցել է թեկուզ ստվերային առումով Չինաստանի կողմ։ Համենայնդեպս փորձել են այդ բանակցություններով, Իրան-ԱՄՆ բանակցություններով անցկացնել այդ օրակարգը, ոչ թե հակառակ։ Երկու նախադասության։ Ու այդպես, գիտեք ինչ, ես կասեմ երևի թե այդ արտահայտությունը Մարիամ ջան պատկանում է, գիտեք ում, Դմիտրի Մեդվեդևին։ Այդ Դմիտրի Մեդվեդևին շատ բաներ են պատկանում, ինքը շատ հետաքրքիր, ասենք, սուր արտահայտություններ, ասենք, արդեն ունեցել, բայց նա ասաց մի բան, որը ես չեմ կարող մոռանամ։ Ասաց, այո, Ռուսաստանը կարող է եւ պարտադիր չի, որ լինի քո բարեկամ կամ դաշնակից, բայց դու պիտի խուսափես, որպեսզի Ռուսաստանը լինի քո թշնամի։ Պատկերացրեք, նմանատիպ արտահայտություններ կան Իրանի կողմից։ Տեսեք ոնց է արտահայտվում
Իրանի ուրեմն գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական պարոն Վելայաթին մի մտածեք, որ դուք տշնամանալով Իրանի հետ կարող եք անվտանգություն ապահովել։ Տեսեք, այդ նույն թեմա է, անվտանգության թեմա է։ Մեդվեդևը ասում է, ենթադրենք մենք քեզ հետ բարեկամ չենք, բայց նայ խուսափի դրանից, որ Ռուսաստանը հանդիսանը քեզ համար տշնամի։ Իրանը ասում է, մի մտածի, որ առանց Իրանի դու կարաս ստանձնես կամ ստանաս ինչ-որ անվտանգության երաշխիքներ։ Ու այդ խոսքերը վերաբերվում է ողջ աշխարհին, բայց առաջնահերթ, բնականաբար, Ռուսաստանի և Իրանի հարևան երկրներին։ Հայաստան, հայեր, մի փորձեք տշնամանալ ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի հետ։ Փորձեք գոնե չեզոք լինել ու պահպանել բարեկիրթ, դե կարելի ասել նույնիսկ բարյացակամ հարաբերություններ, ինչպես Մոսկվայի, այնպես էլ Տեհրանի հետ։ Ընտրեմ։